Աստծո խաղաղությունն եմ մաղթում ձեզ ելի եղբայրներ քույրեր, որ մասնակից եք մեր այսօրվա շաբաթ օրվա քարոզին։ Այս մեկ ժամը մենք միասին պետք է հատկացնենք Աստծո խոսքի շուրջ խորհելու եւ մեր սրտերում Տիրոջը հաճելի իսկապես խորհուրդներ ունենալու։ Պիտի ասեմ, որ մենք այսպիսի հաղորդումներ սկսել ենք միայն նրանց համար, գերազանցապես նրանց համար, ովքեր որ միայնակ են, առանձին են իրենց տներում նստած եւ չեն կարողանում ընդհանուր հարանվանական այս կամ այն եկեղեցու պաշտամունքներին մասնակցել։ Դրա համար մենք նախաձեռնեցինք նաեւ շաբաթօրյա նման պաշտամունք հատկապես նրանց համար, որոնք առանձին են նստում, ինչպես մարգարեության մեջ գրված է, առանձին նստողներին հովվիր։ Եվ այստեղ մի հարցի շուրջ եմ ուզում խորհել հատկապես ձեր հետ, ելի եղբայրներ քույրեր։ Եկեք մի հատ անդրադառնանք այդ խնդրին, թե մարդիկ միայնակության մեջ իրենց տներում Աստծո հետ հաղորդ լինելով, պաշտելով նրան, Աստծո խոսք կարդալով, աղոթելով, տարբեր պատճառներով, հիվանդության պատճառով կլինի, թե այլ պատճառով չեն կարողանում իրենց տանից դուրս գալ եւ գնալ մասնակցել եկեղեցիներում պաշտամունքների։ Այ ինչ պիտի լինի այս հոգիների ընդհանրապես հետագա ընթացքը։ Եվ ես այսօրվա մի տեսակ վերնագրի նման մի բան եմ ուզում ներկայացնել, թե ինչպես կարելի է կոչել այս քարոզը, որը պատրաստում ենք մատուցել ձեզ։ Անհատներ, ովքեր ապաշխարել են օնլայն քարոզներ լսելով։ Այսօր օնլայն քարոզներ որքան ասեք կար։ Համացանցը լի է հոգևոր ամենատարբեր պաշտամունքների եւ քարոզների, իրենց բովանդակությամբ թեպետ տարբեր, սակայն այսպիսի ձեռնարկումները քիչ չեն մեր հասարակությունում։ Մարդիկ լսում են ավետարանի խոսք, մարդիկ լսում են քարոզներ եւ իմանում են ինչեր պետքա արվի, օրինակ մարդը լսեց ապաշխարության հրավեր, հետևեց քարոզչի խոսքին, ծունկի եկավ աղոտ կարավանկեղծ եւ Աստված իրան վերստին ծնունդ շնորհեց, ավելին նույնիսկ Սուրբ Հոգով մկրտեց։ Նման վկայություններ ես քիչ չունեմ, երբ մարդիկ վկայում են, որ իրենց տանը քարոզներ լսելով իրականում իրենց սիրտը Աստծուն հանձնել են։ Եվ այսպիսի հավատացյալները մկրտվել են Սուրբ Հոգով եւ ես ուզում եմ նաեւ ասել, որ անկախ նրանից, որ իրենց տարածքում, քաղաքում կամ ի վերջապես մերձակայքում որևէ եկեղեցի չեն հաճախում, որովհետեւ չկա, գուցեև ինքնուրույն իրենց հոգևոր անկեղծ նախանձավորության մեջ Աստծո հետ այնպիսի մտերմություն ունենան, որ ունենան նաեւ տեսիլքներ։ Եվ այսօր ես պիտի անդրադառնամ նաեւ տեսիլքներին եւ մարգարեություններին։ Ուրեմն այսպիսի քրիստոնյաները, քանի որ Աստված շնորհել է, ինչպես ասացինք, վերստին ծնունդ եւ Սուրբ Հոգի ունեն, հետագա հավատքի կյանքում հնարավոր է ոչ միայն չաճեն, այլ լճանան եւ կորցնեն այն ուրախությունն ու երանությունը, որ վայելում էին իրենց դարձի գալու պահին թերևս։ Եվ ես հիմա կթվարկեմ մի քանի դրվագներ, որում հայտնվելով այսպիսի հավատացյալները անգամ հնարավոր է կորցնեն իրենց փրկությունը։ Ես նորից եմ շեշտում, դարձի գալու պահին ցնծություն, ուրախություն են ապրում, Աստված Սուրբ Հոգով է մկրտում, բայց երբ որ նրանք շարունակաբար մնում են միայնակ իրենց տան պատերի ներսում Աստծուն երկրպագողներ եւ հաղորդ չեն արտաքին աշխարհի այդպես հոգևոր կյանքի որևէ իրադարձությունների մասնակից չեն, նրանք հնարավոր է լճանան, ավելին կորցնեն նախկին սերը, ուրախությունը, խաղաղությունը, որ ունեցել են Աստծո հետ։ Եվ ես հիմա ուզում եմ մի քանի կետերով ներկայացնել, թե ինչպես է դա հնարավոր։ Աստիճանաբար մոռանալով իրենց նախկին թշվառ վիճակը, որը փոխեց Աստված, այժմ մի տեսակ մտածում են, որ իրենք լավն էին, որ Աստված մկրտեց իրենց Սուրբ Հոգով։ Մի կան ժամանակ անցնելուց հետո մարդը մտածում է, ես կանչեցի Աստծուն, Աստված ինձ Սուրբ Հոգով մկրտեց իմ տանը։ Ուրեմն սա նորմալ է, սա ճիշտ է,
կարելի է քո տանն էլ Աստծուն կանչել եւ Աստծուց ստանալ պատասխաններ։ Եվ ոչ միայն Սուրբ Հոգով մկրտվել, այլ որոշներն էլ անգամ հնարավոր է տեսիլքներ, երազներ եւ առաջնորդություններ ունենան։ Հասկանալի է։ Եվ սրանք գումարվում է նաեւ իսկապես մի քանի գործոններ, որոնք վատ բան չեն, երբ անձը տեսիլք է տեսնում, երազ է տեսնում։ Սակայն նորից եմ կրկնում, քանի որ ինքը չի անցնում հոգևոր վարդապետության ուսուցման սուրբգրային, այդպես ընթացքի մեջ ինքը չի գալիս, մի կար ժամանակ հետո հանկարծ ինքը մտածում է, որ ինքը բացառիկ է։ Եվ այսպես հպարտության սերմը ընկնում է մարդու սիրտը։ Եկեք նորից մի հատ այս կարճ մասը ամփոփենք։ Մարդը միայնակ է իր տան մեջ, քարոզը լսեց եղբոր, օրհնվեց, ինչպես ինքն է ասում, ծունկի եկավ աղոթեց, Աստված իրան Սուրբ Հոգով մկրտեց, անցան ժամանակներ ինքը կարդում է գիրքը, Սուրբ Հոգով է լցվում եւ սկսել է տեսիքներ, երազներ էլ տեսնել ու որոշ առաջնորդություններ էլ ունենալ։ Եվ նմանատիպ, ասենք, վիճակը մարդուն հուշում է, որ ամեն ինչ նորմալ է իր մոտ, որովհետեւ Աստված գործում է իր կյանքում։ Իր տանը ապաշխարած Սուրբ Հոգով մկրտվածը տեսիքներ է տեսնում եւ մտածում է, որ հենց ինքը ճիշտ ճանապարհի վրա է, քանի որ Աստված էլ իրան տեսիքներով առաջնորդում է։ Եվ քանի որ Աստծո պարգևների վերաբերյալ ճիշտ գիտություն չունի, այստեղից արդեն հակառակորդն օգտվում է եւ որոշակիորեն իր որոմներն է կարծես թե տեսիլքների կերպով, եթե լուսո հրեշտակի կերպարանքով սատանան կարող է ավետարան քարոզել, ապա լուսո հրեշտակի կերպարանքով էլ կարող է հայտնվել եւ մարդուն մատուցել իբրև Աստծուց եղած տեսիլքներ, երազներ եւ ամենատարբեր, ասենք, իբրև թե Աստծուց եղած առաջնորդություններ։ Եվ քանի որ այս անձը իր 4 պատի արանքում այդ ներսում հաղորդ չի արտաքին աշխարհի մեջ, այդպես ասած, եկեղեցիների նիստուկացին, ուսուցումներին, վարդապետություններին, այս անձնավորությունը ամեն ինչ հալած յուղի պես ընդունելով գալիս է մի պահ, որ ինքն արդեն ականջալուր է լինում հակառակորդին եւ ոչ թե Տիրոջը։ Օնլայն քարոզներից սա աստիճանաբար ընտրում է իր սրտին հարազատ քարոզներ։ Ինչ պետք է անի։ Facebook-ը բացում է, YouTube-ը բացում է, քարոզների շարք կա։ Եվ իր սրտի ցանկության համեմատ հանկարծ ինքը միտեղ կանգ է առնում եւ սկսում տվյալ քարոզը լսել, բայց հաճախ հնարավոր է վրիպել իր համար կենթանի Աստծուց եղած հրաշալի մի հորդոր ու խրատ ու քարոզ, որը իր սրտովը չի։ Երբ որ ինքը սկսում է օնլայն քարոզները շարունակ ընտրողաբար լսել, արդեն սկսում է ինքը իր հավակնությունը տալ այս կամ այն եղբոր, այս կամ այն հովվի քարոզներին։ Եվ քանի որ նա ընդունակ չէ ամեն բան քննելու Աստծո խոսքով, հնարավոր է հետևի մի հովվի կամ մի քարոզչի, որը պարզապես հենց իր վիճակի համար այնպիսի քարոզներ է տալիս, որ բխում է իր սրտից։ Կա չէ, այդպես ասում են, ոնց որ սրտից ես խոսեցիր։ Եվ եթե լսում է փրկության հրավերը, մանավանդ երբ որ քարոզիչն ասում է փրկությունը անհատական է, երբ որ սա լսում է, որ փրկությունը անհատական է, հետևաբար նա մտածում է, որ անհատապես էլ ինքն իր տան մեջ, ավետարանի խոսքը լսելով, թեկուզ օնլայն քարոզով, արդեն իսկ անհատապես իր փրկության խնդիրը լուծվել է։ Եվ ուրեմն հովվի եւ ոչ էլ եկեղեցու կարիքը չունի ինքը։ Այսինքն իրավիճակը իր բերում է մի ուրիշ համոզմամբ, որ գիտես ինչ, քանի որ դու քո տան մեջ ապաշխարել ես, վերստին ծնվել ես, Սուրբ Հոգով մկրտվել ես եւ քարոզնիչն էլ ասում է, որ փրկությունը անհատական է, հետեւաբար դու կարիք չունես գնալու եկեղեցի, կարիք չունես հարանվանություն, ասենք քո կյանքում փնտրելու, հովիվ ունենալու եւ նման շատ ու շատ բան, որ եկեղեցական կյանքին է վերաբերում։ Նման քարոզիչներ քիչ չկան եւ նման ըմբռնումներ ունեցող հավատացյալներն էլ քիչ չեն, գուցե հազարավորներ, որ աշխարհի տարբեր տեղերում սփռված մեր հայրենակիցները բավարարվում են, որ քարոզիչն արդեն իրենց տանն է Facebook-ով կամ YouTube-ով, ինչ կարիք կա ինքը կգնա նրա ոտքը։
Միայնակ չլինելու համար նմանները հնարավոր է նաև իրենց համախոհեր ունենան, անձնավորություններ, ովքեր մտածում են հենց իրենց պես։ Անգամ քարոզիչներ կան, որոնք ասում են մկրտությունը ջրով, կամ ասենք նմանատիպ եկեղեցական վարդապետական հասկացություններ, որոնք այդպես հավաքական եկեղեցուն է վերաբերում, դրանք կարևորել չեն։ Քանի որ դու արդեն ունես Սուրբ Հոգին, վերստին ծնվել ես ու փրկված ես արդեն։ Եվ այսպիսիներին համոզել են, որ որոշներն էլ հորդորում են, թե գիտեք ինչ, մենք տեղական եկեղեցու կարիքը բացարձակապես չունենք, մենք տիեզերական եկեղեցու անդամներ ենք։ Այսպիսի հավատացյալներին նաև սա է մատուցվում, որ դու արդեն իսկ Սուրբ Հոգով միացել ես աշխարհի տարբեր կողմերում եղած Սուրբ Հոգով մկրտված քո մյուս եղբայրներին ու քույրերին եւ անհոգեղի դու տիեզերական եկեղեցու անդամ ես։ Եվ ցավն այն է, որ այսպիսի քարոզիչներ էլ կան, որոնք ավելի շատ են բարձրաձայնում այսպես տիեզերական եկեղեցու գոյությունը, քան ասենք տեղական եկեղեցու կարևորությունը։ Եկեք մի բան մտածենք, որ ամենքն այսպես մտածեին, որ ես տիեզերական եկեղեցու անդամ եմ։ Եվ ամեն քաղաքում ամեն մեկը մտածեր այդպես ու ամեն մեկը գնար իր տները։ Էլ կարիք չկա հավաքվեն եկեղեցի միաբան, մեկտեղ հովիվ, երգչախումբ, տիեզերական եկեղեցու անդամ եմ, տանը կարող եմ նստել ու ինձ ոչ մի դեպքում էլ ասենք ծանրություն այդպես բերք չդնել իմ վրա, որ ես շաբաթական պարտավորություն ունեմ եկեղեցում լինելու։ Վերոնշյալ յուրաքանչյուր խնդրին դառնալը եւ դրան սնանք եւ հակասող Աստծո խոսքին լինելը, հակասուրգրային լինելը, արմատապես հերքելը բավական ժամանակ կպահանջի, որպեսզի ես անդրադառնամ ամեն մեկին հատ առ հատ բացատրելու համար, թե գիտեք ինչ, դա այդքան էլ ճիշտ չէ։ Եվ այսօր մեր խնդիրը այսպիսի կերս սուտանուն վարդապետությունների կամ համոզմունքների հերքումը չէ։ Նորից եմ կրկնում, դրանք ժամանակի կորուստ կլինեն, որ ես փորձեմ այդ եղանակով որևէ մեկին համոզեմ, որ ասեմ, գիտես ինչ, դու մոլորված ես, դու սխալ ես հասկանում։ Բայց մի վերապահում անեմ, որից հետո ես կշարունակեմ արդեն Սուրբ գրքով անդրադառնալ տվյալ խնդրին, հատկապես, որ ես խոսեցի դրա մասին, որ մարդը լավ են մտածում է, որ իր գործերը լավ են, ավետարանը լավ է հասկացել, առաջնորդվում է Սուրբ Հոգով եւ նշածս ասենք խնդիրներն այլևս արդիական չեն։ Մի վերապահում, առանձին նստողներից կան, որ Սուրբ գրային տերմինը, ինչպես ես քիչ ասացի, որ կա այդպիսի տերմին, մարգարեության մեջ ասում է առանձին նստողներին հովիր, գուցե եւ անկեղծ լինելով Աստծո առջև չնկատեն։ Նրանք շատերը այդպիսիները, հիմա ես խոսում եմ այն անկեղծ հատվածի մասին, եւ ուշադիր եղիր, եթե քեզ համար հարազատ է Աստծո խոսքը, դու սիրում ես Աստծո խոսքը, այսօր Աստված բան ունի քեզ ասելու, որ դու միայնակ ես եւ ավետարանը կարդում ես, ինչ բաներ էլ փորձել ես հասկանալ ու զգացել ես, որ ոնց որ թե մի բան տեղում չի, քո կյանքը այնպեսին չի, ինչպես Աստված ա ուզում։ Այսպիսիների համար պիտի Պողոս առաքյալի խոսքով մենք հիշենք, որ Պողոս առաքյալն էլ անհանգստանում էր եւ ասում էր. վախենում եմ, որ չլինի հանկարծ սատանան ձեր միամտությունից կամ անկեղծությունից օգտվելով խաբի ձեզ, ինչպես խաբեց Եվային։ Այսինքն հակառակորդն էլ կազմ ու պատրաստ է, որպեսզի քո անկեղծ աստվածապաշտության մեջ որոշակի համոզմունքներ նետի եւ համոզի, գիտես ինչ, դե դու քո կացությունը տես, դու մենակ ես, տանն ես, քո շրջապատում հարյուրավոր կիլոմետրերում ոչ ոք չկա, նմանատիպ եկեղեցի գոյություն չունի, վերջապես, այնպես որ հարմարվիր վիճակիդ, փառք Աստծուն, ամեն ինչ նորմալ է։ Եվ այսպես Աստվածաշնչից ձեզ ենք ներկայացնում հատկապես մի բաժին, որ ցավոք սրտի նման հավատացյալները քիչ չեն, ինչպես որ ես ասացի, որ անկեղծ իրենց պաշտամունքների մեջ, իրենց տներում իրենք ունենում են հայտնություններ Տերիցը, ունենում են տեսիլքներ, երազներ, բայց ում հետ կիսվեն, ինչ բովանդակություն ունեն այդ երազները, ինչ տեսիլքներ են դրանք, հաճախ հնարավոր է կամ ուռճացվեն դրանք,
կամ էլ դրանց վերաբերյալ որևէ վկայություններ չլինեն, որի անհրաժեշտությունը իրականում կա։ Եվ հիմա ես խնդրում եմ, որպեսզի ունենանք ձեր ձեռքի տակ թուղթուգրիչ եւ մենք գնանք Աստվածաշնչի էջերով, փորձենք հասկանալ տեսիլքներն ու մարգարեությունները առհասարակ ինչպես են լինում եւ Աստծո խոսքի համաձայն ինչ է Աստված նախատեսել իր եկեղեցու իրեն հավատացողների համար, որոնց այս երկրի վրա ինքը չի թողել բախտիկ մահաճույքին, այլ առաջնորդել է ուզում եւ ճշմարտապես է ուզում առաջնորդել։ Բնականաբար, եթե մեկը առաջնորդվի հենց իրենով, անշուշտ պետք է որ ինքը արդյունքի հասնի։ Հովել մարգարեության 2-րդ գլխի 28-րդ խոսքը բավական հստակ ասում է այն մասին, որ վերջին օրերում Աստված մի բան էլ նախատեսել է իրեն հավատացողների համար։ Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ պիտի մարգարեանան ձեր տղեկն ու ձեր աղջիկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, եւ ձեր ծառաներին ու աղախիներին վրա էլ պիտի թափեմ այն օրերի իմ հոգին, եւ նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վրա, արյուն եւ կրակ եւ ծուխի սյուներ, արեգակը պիտի փոխվի խավարի եւ լուսինը արյան, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։ Եվ պիտի լինի, որ ամեն ով որ կանչե Տիրոջ անունը կփրկվի, որովհետեւ Սիոն սարի վրա եւ Երուսաղեմումը փրկություն կլինի Տիրոջ ասացին պես եւ այն մնացորդների վրա, որոնց Տերը կկանչե։ Ուրեմն սիրելիներ, մենք այստեղ հետարքիր բան ենք նկատում, որ Սուրբ Հոգու էջքը Պենտեկոստեով միայն լեզուներով խոսելը չէ, որ Աստված նախատեսել էր։ Սուրբ Հոգու գործառույթների մեջ մի հսկայական այդպես շնորհներ կան, որ Աստված մարդուն իրեն հավատացողին տվել է, եւ հավատացյալը պետք է օգտվի այդ մեծ բագաժից, այդ մեծ հարստությունից։ Եվ այստեղ գրված է, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա։ Որ մարմինների վրա պիտի, որ Աստծո խոսքն ասում է, խնդրեցեք ու պիտի տրվի։ Եվ Տերը ասեց, եթե մեկը ծարավ է, թող ինձի գա եւ խմե, տոնի մեծ օրը, երբ որ Հովանու 7-ում կարդում ենք ավետարանի, թող գա ինձի եւ խմե, եւ սա ասեց այն հոգու համար, որ իրեն հավատացողները պիտի առնեին։ Այսպիսով հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ պիտի մարգարեանան ձեր տղեկն ու ձեր աղջիկերքը։ Խնդրեմ, մարգարեանալ ում համար։ 4 պատի այդպես ներսում, այդ սենյակում, այդ տանը դու նստած մարգարեանում ես ում համար։ Եթե դու ոչ մի տեղ չես մասնակցում, եւ դու հրջորջում ես, որ Տերիցը խոսք ունես, մարգարեություն ունես եւ այլն, ում համար ես դու մարգարեանում։ Աստծո խոսքը ասում է, որ մարգարեացողը եկեղեցին է շինում։ Հետևաբար սա մի հատ հրաշալի նշան է, որ երբեք Աստված մի անձնավորության իր տան մեջ 4 պատերի մեջ ինքը չի տալիս խոսք մարգարեություն, առավել մենք կարող ենք ասել, որ իսկապես մարդուն առաջնորդելու համար նա կարող է խոսել մարդու հետ, բայց որպես մարգարեություն, որ պետք է իրապես հնչի, եկեղեցու համար դա կարևոր է։ Եվ ձեր ծերերը երազներ պիտի երազեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ Եվ այսպես շարունակ մենք հասկանում ենք մի կարևոր բան, որ Աստծո Սուրբ Հոգին նման գործառույթներ պիտի անի, թե անհատի կյանքում եւ թե եկեղեցու շինության համար։ 2 Կորինթացիս 12:11-ում Պողոս առաքյալն ասում է. Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում, ամեն մեկին բաժանելով, ինչպես կամենում է։ Ինչպես էլ մարմինը մեկ է եւ անդամներ շատ ունի, եւ մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով մարմինը մեկ է, այդպես էլ Քրիստոսը, որովհետեւ մենք էլ ամենքս մեկ հոգով մկրտվեցանք մեկ մարմին լինելու։ Եվ այստեղ նկարագրությունը մեզ ամբողջ Սուրբ Հոգու պարգևների Պողոս առաքյալն ասում է այդ մասին, որ այս բոլոր պարգևները եկեղեցու համար են, եկեղեցու մեջ գործելու համար են։ Դու չես կարող մարգարեություն, տեսիլք եւ այլն ունենաս, բայց ասենք
դա եկեղեցու համար չլինի։ Իհարկե քո անձիդ համար էլ դու կարող ես առաջնորդություն ունենալ, բայց այստեղ մի կարևոր բան կա։ Ոչ, ես չեմ ասում, թե առանձին նստողը այստեղ ինձ հարց են ուղղում։ Դուք նկատի ունեք, որ առանձին նստող մարդը Աստծուց չի առնում մարգարեություն տեսիլ, ես դա չասեցի։ Տվյալ անձը ունենում է Աստծուց առաջնորդություն, բայց երբ որ խոսքը գնում է այն մասին, թե ինչ է այն, ինչ որ իրեն հաղորդվել է, դա պետք է Սուրբ գրքից քննենք, նախ հիմա քիչ հետո դուք կլսեք։ Առանձին նստողը, որ ինքը մարգարեություն ստացավ ու տեսիլք ստացավ, արդյոք համաձայն էր իր տեսածը, լսածը Աստծո խոսքին։ Մի քիչ համբերություն եւ ես կբացահայտեմ նաեւ մի մեծ մոլորություն, որի մեջ այսօր հազարներն են գնում։ Աստված թող համբերություն տա ձեզ։ Եվ այսպես Ղուկաս 3-րդ գլխի 22-րդ խոսքում հիմա մենք արդեն աստիճանաբար գալիս ենք ձեր հարցի պատասխանին, թե ինչպես է լինում մարգարեությունը, տեսիլքը եւ առհասարակ կա օրինաչափություն Աստվածաշնչում, թե ով ոնց ուզի կտեսնի, ով ոնց ուզի կմարգարյանա։ Եվ մենք այստեղ տեսնում ենք, ուրեմն Ղուկաս 3:22-ը։ Ձեզ բոլորիդ քաչ հայտնի, եւ Սուրբ Հոգին մարմնավոր տեսիլքով աղավնու պես իջավ նրա վրա։ Ուշադրություն։ Տեր Հիսուս Քրիստոսը Հորդանանի ջրի մեջ էր։ Եվ Սուրբ Հոգին իջավ նրա վրա աղավնու կերպարանքով։ Հովհաննեսն ասում է ինձ, ով որ ուղարկել էր մկրտելու, ասեց հենց որ դա տեսնես, որ Հոգին իջավ մեկի վրա, հենց նա է, որ Սուրբ Հոգով է մկրտելու։ Եվ ես տեսա ու վկայում եմ։ Սակայն Հովհաննեսը այս տեսիլքը, որ տեսավ, ինչ եք կարծում, այդքանով բավարարվեց, խնդրում եմ արձագանքեք։ Այո, դուք ազատ եք արձագանքելու ինձ հիմա։ Արդյոք Հովհաննեսը, որ այս տեսիլքը տեսավ, դրանով բավարարվեց։ Ով կարող է ինձ իսկապես ասել հաջորդ համարը։ Մենք, այսինքն շարունակությունը, որը ես չընթերցեցի դեռ, 3-րդ գլխի Ղուկաս ավետարանի 22-րդ խոսքում այսպես է գրված. եւ Սուրբ Հոգին մարմնավոր տեսիլքով աղավնու պես իջավ նրա վրա։ Հիմա շարունակությունը լսեք։ Եվ երկնքիցը ձայն եղավ, որ ասում էր. դու ես իմ սիրելի որդին, ես քեզ հավանեցի։ Ուրիշ ավետարանում ասում է դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ։ Հիմա հարցը սա է, որ տեսիլքից բացի եղավ նաև ձայն։ Այդ տեսիլքից բացի եղավ նաև խոսք։ Հետևաբար, կարող ենք արդյոք ասել, որ ցանկացած տեսիլք անշուշտ պետք է որ իր հետ ունենա նաև Աստծո ձայնի կամ Աստծո խոսքի վկայություն։ Թե մենակ ինչ որ պատկեր, ինչ որ մի բան, որը տեսանք եւ մեր մարմնավոր մտքով սկսեցինք մեր ինտերպրետացիան անել, թե ինչ ենք տեսել։ Ես քիչ հետո կասեմ, որ այս կետում հատկապես հոգիների զանազանություն չունենալով մարգարեություններն ու տեսիքները քննել չկարողանալով շատ պահպանողական հիսունականներ ընդունում են այնպիսի մարգարեություններ ու տեսիքներ, որոնք բացարձակապես Սուրբ գրային հիմք չունեն։ Ինքս էլ նախկինում լինելով եկեղեցիներում մի գլուխ տեսել եմ մարգարեացող քույրերի, լսել նրանց վկայությունները, որոնք մի գլուխ գազանանոց են տեսել, ոչ մի խոսքերից չեն լսել եւ հակառակորդն իրանց մտքին նստած իրանց արժեվ ցույց տված այդ տեսարանի մեկնությունն է տվել։ Եվ երբ որ հարցնում ես, ասում ես ձայն լսեցիր, Տերը խոսեց այդ տեսիլքի վերաբերյալ, ասում է ոչ։ Բայց ինչի՞ ես մեկնում, որ դա սա է, սա է, սա է։ Վիշապ ես տեսնում, առյուծ ես տեսնում, ես մոտենում եմ ավակ եղբորը եւ ասում, եղբայր, այս անձնավորությունը տեսիք չի տեսնում, նա ազդեցության տակ է, իր աչքին բաներ է երևում, աղոթեք թող բժշկվի այս անձը։ Ես նորից եմ ասում, եթե դուք գազաններ եք տեսնում անընդհատ տեսիլքներում եւ մտածում եք, թե Տերիցն եք առնում, չարաչար դուք մոլորված եք, քանի դեռ չունեք Աստծո հոգուց հստակ հայտնություն ձայնով, խոսքով, վկայությամբ։ 24-րդ գլխի Ղուկաս ավետարանի 33-րդ խոսքը լսենք։ Ես նորից եմ ասում, դուք հիմա կտեսնեք, թե ինչքան օրինաչափություն կա Սուրբ գրքում։ Ուրեմն Ղուկաս ավետարան 24-ի 33
Ուշադրություն դարձրեք, այստեղ մենք նախ 24-րդ գլխում մենք առաջի խոսքից լսում ենք, միաշաբթի օր առավոտած կանուխ եկան գերեզմանը, եւ հետո քարը գերեզմանից հեռու թավալած գտան, երբ որ ներս մտան Տեր Հիսուսի մարմինը չգտան, եղավ երբ որ նրան համար շատ հիացել էին, ապշել էին, ահա երկու մարդ հասան նրանց լուսավոր հանդերձներով, եւ երբ որ նրանք ահով լցվեցան, իրանց երեսները դեպի երկիր խոնարհեցին, նրանց ասեցին, տեսեք, հայտնվեցին երկու անձ, վախեցան այս կանայք, խոնարհվեցին եւ հիմա այս երկու անձիկ անմիջապես սկսեցին խոսել։ Հիմա, եթե դուք տեսնում եք հրեշտակակերպ ինչ որ անձիկ, ջերմակ հանդերձներ, չգիտեմ ինչ եւ այլն, եւ ձեր տեսածը միայն բավարարում եք այդքանով, դա դեռ Տերիցը ունեցած տեսիլք չէ։ Քանի դեռ դուք խոսքի վկայություն չեք ունեցել։ Եվ այս անձնավորությունները իսկապես եկան եւ վկայեցին, որ իրենք տեսիլք են տեսել։ Եվ այդ տեսիլքի մեջ իրական անձիկ են եղել, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին, թե այդպես պիտի լիներ եւ այլն եւ այլն։ Ավելին, երբ որ Տեր Հիսուսին մենք տեսնում ենք համբարձվելիս, նույնպես հրեշտակները հայտնվում են եւ բարձ խոսում են այն ամենի մասին, ինչը որ տեղի է ունենում, այսինքն որ Տերը համբարձվում է։ Գործք առաքելոց 2-րդ գլխի 17-րդ խոսքում մենք հստակ տեսնում ենք մարգարեության կատարումը, որ տեղի է ունեցել, եւ այստեղ են մենք օրինաչափություն ենք հանդիպում եւ չեն կարող դրա կողքով անտարբեր անցնել։ Աստծո խոսքը տեսիլքի եւ Աստծո խոսքի բացահայտ մեկնությամբ հստակ մեզ սովորեցնում է, որ գոյություն ունի այդ առաջնորդությունը։ Եվ ինքը Պետրոս Առաքյալն ասում է, եւ կլինի հետին օրում ասում է Աստված, որ իմ հոգուց կթափեմ ամեն մարմնի վրա, եւ ձեր որդիները, ձեր աղջիկները կմարգարյանան, ձեր երիտասարդները տեսիքներ կտեսնեն, եւ ձեր երազները երազներ կտեսնեն իմ ծառաների վրա եւ իմ աղախիների վրա, էլ այն օրերում իմ հոգուց կթափեմ եւ կմարգարյանան։ Եվ մանրամասը ճիշտ նույն հովել մարգարեության այստեղ մեկնաբանվում է ոչ մի բառ, ոչ ավել, ոչ պակաս, ցույց տալու համար օրինաչափությունը, թե ինչպես է Տերը գործելու։ 7-րդ գլխի Գործք առաքելոց 31-ում մենք կարդում ենք. Եվ Մովսեսը երբ որ տեսավ, զարմացավ այն տեսիլքի համար, եւ երբ որ մոտենում էր, որ մտիկ անի, Տիրոջ ձայնը եղավ նրան. Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը, Մովսեսի, եւ Մովսեսը զարհուրած չէր համարձակվում նայել։ Ելից գրքի հենց սկզբից մենք 3-րդ գլխից մենք իմանում ենք, երբ որ Մորմենին վարվում էր, Մովսեսը տեսավ հեռվից այդ Մորմենու վարվելը եւ իր մտքում դրեց մի բան. մի հատ մոտենամ տեսնեմ, թե ինչի այս Մորմենին որ վարվում է, չի ավարտվում, չի վերջանում։ Եվ երբ որ ինքը մոտեցավ, ուշադրություն դարձրեք, թե ինչ է այստեղ տեղի ունեցել։ Եվ գրվածքն ասում է, որ եւ Մովսեսը Մադիամի քուրմի իր աներոջ հոթորի հոտը արածեցնում էր եւ հոտը անապատի ետևը քշելով Աստծո քորեփ սարը եկավ։ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երևցավ նրան մորենու միջից։ Եվ նա տեսավ, որ ահա մորենին կրակով վարվում էր, բայց մորենին չէր սպառվում։ Եվ Մովսեսն ասեց. մեկ դառնամ ու տեսնեմ այս մեծ տեսարանը, թե ինչու համար մորենին չի այրվում, եւ Եհովան տեսավ, որ նա դարձավ տեսնելու։ Եվ Աստված մորենու միջիցը կանչեց նրան, ասեց. Մովսես, Մովսես, եւ նա ասեց. ահա ես։ Ինչպես տեսնում ենք, մորենուն ասել, այդ տեսիլքի վերաբերյալ Մովսեսը մոտեցավ այդ տեսիլքը տեսնելու, Մովսեսը երբ որ տեսավ, զարմացավ այն տեսիլքի համար, երբ որ տեսնում էր, մտիկ արավ եւ Տիրոջ ձայնը եղավ նրան։ Ուրեմն տեսիլքը ցույց տալուց հետո Տիրոջ ձայնը եղավ, խոսք եղավ, Տերը խոսեց Մովսեսի համար։ 9-րդ գլխի Գործք առաքելոց 10-րդ խոսքից 11-ում կարդում ենք. Դամասկոսում մի աշակերտ կար անունը Անանիա, եւ Տերը տեսիլքի մեջ նրան ասեց. Անանիա, եւ նա ասեց. ահա ես Տեր, եւ Տերը նրան ասեց. վեր կաց գնա այն փողոցը, որ կոչվում է Ուղիղ։ Եվ այս ամենից զատ նաեւ ցույց է տրվում, որ Անանիան ինքը Սողոսին տեսել էր Դամասկոսի, Տերը ցույց տվեց այն ամեն ինչը որ տեղի էր ունեցել։ Սողոսի հետ հանդիպման նկարագիրը Անանիային ցույց է տվեն,
Եվ Անանյան տեսավ, ասեց, այդ մարդուն գիտեմ, այդ մարդու մասին լրիվ խոսում են։ Նա գալիս է հալածելու, քո ժողովրդին հալածում է ինքը եւ այլն, եւ այդ տեսիլքի մեջ Տերը խոսում Անանյայի հետ։ Ասում է, չէ, գնա նայի ընտրյալ անոթն է։ Այսպիսով մենք դարձյալ այստեղ տեսնում ենք տեսիլքը եւ Տիրոջ խոսքը։ 10-րդ գլխի Գործք առաքելոցի 3-րդ խոսքում կարդում ենք. նա օրվա 9-րդ ժամին տեսիլքի մեջ հայտնի տեսավ Աստծո հրեշտակը։ Խնդրեմ։ Ինչ շատերը պատմում են, տեսա Տիրոջ հրեշտակը սպիտակ բան, ասում եմ, հետո բան ասեց ինքը ձեզ, չէ, ուղղակի տեսա։ Ոչ, դու Տերից հրեշտակ չես տեսել։ Որովհետև այս հրեշտակը, որ այցելեց Կորնելոսին, նրա հետ խոսեց։ Ինչ խոսեց։ Նա էլ նրան նայելով շատ վախով բռնվեցավ եւ ասեց. նախ հրեշտակը տեսիլքի մեջ հայտնի որ երևա, նրա մոտ ասում էր նրան Կորնելոս, նրա անունը տվեց։ Հրեշտակը Կորնելոսի անունը տվեց, նա էլ նրան նայելով շատ վախով բռնվեցավ, ասեց. ինչ է Տեր, եւ նա ասեց նրան. քո աղոթներն ու քո ողորմությունը վեր ելան Աստծո առաջին եւ այլն։ Այստեղ նույնպես տեսնում ենք հրեշտակն այցելում է, տեսիլքը արկա է եւ նաեւ խոսք, ձայն երկնքից հնչում է։ 11-րդ գլխի 5-ը Եվ ասում էին, թե դու անթլպատ, ուրեմն Գործք առաքելոց 11-5-ը, եւ Հոպե քաղաքում աղոթք էի անում, եւ մտքի հափշտակության մեջ տեսիլք տեսա, որ մեծ կտավի պես մի անոթ 4 ծայրից կախված երկնքից վայր էր գալիս, եւ եկավ միջև ինձ մոտ։ Երբ աչքս նրա մեջ գցած նայում էի, եւ տեսա երկրի չորքոտանիները, գազանները, սողունները, երկնքի թռչունները։ Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել։ Գորգ է տեսել, որ մեջը շատ սողուններ եւ ինքն ասում է նայում է։ Հիմա Պետրոսը մի կարկամած նայում է, ես ի՞նչ է։ Մի հատ գորգ, վրան ասենք տարբեր սողուններ, գազաններ եւ այլն։ Եվ Տերը իր ուշադրությունը հրավիրել է այդ տեսիլքի վրա եւ մինչդեռ այդ ամենը ինքը տեսնում էր եւ ձայն լսեցի, որ ասում էր ինձ. վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։ Տերը տեսիլ ցույց տվեց եւ խոսեց։ Հիմա եթե դու քո առանձին նստած տանը տեսիլք ես տեսնում, բան, ես քեզ չեմ ուզում, որպեսզի դու վախենաս, սարսափես եւ այլն, բայց դու եթե հովիվ չունես, եթե դու առաջնորդող չունես, անշուշտ դու մոլորվելու ես, որովհետեւ Սատանան այսպիսիների կյանքում շատ մեծ ավերածություն է արել։ Ինձ հետ մի հատ քույրիկ էր զանգել, խոսում էր ինձ հետ։ Ինքը Սուրբ Հոգով մկրտված էր, ինքը մարգարեանում էր ու շատ դիպուկ էր մարգարեանում եւ այլն, ասում էր, ասում էր, կատարվում էր ամեն բան։ Ասում է, ես մեր հարազատների մեղքերը լրիվ տեսնում էի, իրանց ասում էի, դու ես, դու ես եւ այլն։ Բացահայտվում էին այդ մարդիկ, Տերը ինձ օրհնել է, Տերը ինձ տվել է այդ մարգարեություն անելու այդ շնորհը եւ այլն։ Եվ ես ասեցի, քույրիկ ջան, իսկ ո՞նց ես աղոթում։ Ասեց ինձ գամում է գետնին, ես ժամերով ծունկի վրայից չեմ կարողանում վեր կենալ, անցնում է 7 ժամ, 8 ժամ, 4 ժամ, ես մենակ ծնկի վրա եմ մնում, ինքը միայն ակատան է լսել է, ապաշխարել է, Սուրբ Հոգով էլ մկրտվել է։ Բայց ասում է, եղբայր ջան, ինձ շատ է չարչարում Տերը։ Ասում է, ո՞նց է չարչարում։ Ասում է, ինձ տալիս է պատեպատ։ Տեսեք, դիպուկ մարգարեանում է, ինքը հարցուկ ոգով է լցվել եւ ինքը տեսնում է բաներ, դիպուկ իրական կատարվում են այդ ամեն բաները։ Եվ ես իրան ասեցի, քույրիկ ջան, մենք պիտի աղոթենք իրար հետ։ Աղոթքի ընթացքում ես հասկացա, որ Սուրբ Հոգով էլ մկրտված է ինքը նույնիսկ։ Այո, եւ իսկապես Սուրբ Հոգով մկրտված էր։ Բայց նրա մտքի վրա դև է նստած։ Եվ նրա մտքի դիսպլեյի վրա հակառակորդը բերում է։ Հետո մենք շփվեցինք, բավական անցան ժամանակներ։ Մի օր ինքը, երբ որ տեսակապով նորից կապվել ենք, ես իրեն էլի մղեցի, որպեսզի ինքը ազատագրվի այդ ոգուց, ինքն ասեց, չէ, դա Տիրոջ հոգին է։ Ասում եմ, ո՞նց կարա Տիրոջ հոգին լինի, երբ որ քեզ ստրկաբար ծնկի վրա պահում է ժամերով ու դու պատեպատ ես լինում։ Եվ երբ որ մենք աղոթում ենք, ինքը սկսեց արդեն գորգռալ։ Սկսեց արդեն ոռնալ, կարելի ասել այսպես։ Բարձրաձայն ինքը սկսեց այդպիսի ձայներ ու ճիչ արձակել եւ ներսից տղամարդու ձայնով արդեն պատկերացրեք Կամոյին մի լսիր։ Դեվը համարձանք ներսից խոսում է այդպես ինձ։ Ես ինչ իշխանություն ունեմ, եթե այդ անձը արդեն իր հետ դաշիկ է կնքել։ Նրա ազատագրման համար ես ոչինչ չեմ կարող անել։ Եվ այդպես ընդհատվեց մեր հաղորդակցությունը։ Երբ որ նրան ես շարունակ մղում էի, որ հասկանա, որ այո, ինքը Սուրբ Հոգով մկրտված է, սակայն իր շնչի վրա հակառակորդը նստած է, նրա էմոցիաները ամբողջ վերցրել եւ կառավարում է ինքը։ Եվ իմ մեջ այդ անհանգստությունը վաղուց կար, եւ վերջերս էլ, երբ որ ես որոշ տեսիքների մասին լսում եմ իմ ունկնդիրներից, իմ մեջ
կարիք առաջացավ այս թեման բարձրաձայնել հատկապես նրանց համար, ովքեր չեն կարողանում կրթվել, սովորել, չունեն հովիվ, չունեն վարդապետ, իրենց տներում, իրենց առանձնության մեջ, ոնց պատայի, տեսիք, երազ համարում են իրենցը եւ այդպես ապրում են։ Եվ սա հենց ամենամեծ վտանգ ներկայացնող ֆակտորն է, որ համատարած եկեղեցիներում այսօր գուցեև կա։ Կամ ավելի ճիշտ ոչ միայն եկեղեցիներում, այլ առանձին նստողների կյանքում։ 16-րդ գլուխ գնանք գործ կառաքելոց, առայժմ մենք միայն գործ կառաքելոցի մեջ են գնացել։ Ես ունեմ նաև հստակ այս գաղափարը հաստատող Աստծո խոսքից բազմաթիվ էլի համարներ եւ միջև վերջ ես կամենում եմ այս թեման անշուշտ այսօր ավարտել։ 16-ի 9-ում մենք լսում ենք. Եվ գիշերումը տեսիք երևցավ Պողոսին մեկ մակեդոնացի մարդ կանգնած էր, աղաչում էր նրան ասում. Անցիր Մակեդոնիա եւ օգնիր մեզ։ Մարդ տեսավ տեսիլքում, գիշերվա տեսիլքում, եւ խոսք եղավ. Անցիր Մակեդոնիա։ Պողոսը հասկացավ, որ պետք է գնան Մակեդոնիա քարոզելու, կարիք կա այնտեղ։ Այն ծրագիրը, որ ինքն ուներ, Տերը խափանել է։ Չէ, Պողոս, այդ ուղղությամբ չպետք է գնաս։ Ահա ես հիմա քեզ ասում եմ, թե հասցեմ որն ավետարանչությանը հաջորդ։ 18-ի 9-ում մենք լսում ենք. Եվ Տերն ասեց գիշերումը տեսիլքով Պողոսին. մի վախենար, այլ խոսիր եւ լուր մի կենար։ Ուշադրություն դարձրեցիք գիշերվա տեսիլքում։ Եվ Տերն ասեց գիշերումը տեսիլքով Պողոսին. տեսիլքը չի նկարագրված, բայց խոսքը հնչել է, բայց տեսիլքը եղել է, թե որն է, որով ինքը Պողոսը մշտապես առաջնորդվում է, եւ անշուշտ ասենք այդ առաջնորդությունը Սուրբ Հոգուց է, միանշանակ մենք դա հասկանում ենք։ Մենք այստեղ լսում ենք որոշներին, որոնք իսկապես անլուրջ են մեր քարոզներին անդրադառնում, դրա համար ես ուզում եմ, որպեսզի մեզ հետ հաղորդակցվողները լինեն նրանք, ովքեր որ անկեղծ Աստծուն են պաշտում։ Եվ այսպես, մենք նկատում ենք, որ Աստծո Հոգին, երբ որ մեկին բան է ուզում ասի, տվյալ անձնավորությանը անշուշտ մենակ ինչ որ մի պատկերներ չէ, որ ցույց է տալիս, այլ նաև խոսում է։ Գործ կառաքելոցը ավարտեցինք, եւ ես հիմա ուզում եմ նաև Աստծո խոսքից, որ իմ մոտ ես կետ առ կետ նշել եմ, ցույց տալ տեսիքների կերպերը։ Եվ այսպես տեսիքները մենք խմբագրել ենք մի քանի այդպես խմբերով։ Կենթանակերպ տեսիլքներ։ Կան տեսիլքներ, որ կենթանակերպ տեսիլքներ են։ Հայտնության 4-ի 8-ում եւ հայտնության գրքում որքան ուզեք կենդանիների, ասենք առյուծը, արծիվը, վերջապես ամենատարբեր կենդանակերպերով տեսիլքներ կտեսնենք։ Եղիսեի պարագայում 4-րդ թագավորաց 2:11, 6:17, երբ որ դուք ընթերցեք, դուք այնտեղ կտեսնեք, որ Եղիսեն աղոթեց, որպեսզի ծառայի աչքերը բացվեր, հրեղեն կառքերը տեսնեն սարի վրա, որ ապահով լինեն Տերը իրանց հետ է։ Հասկանալի է։ Ուրեմն զենք կենդանակերպ, ասենք, տեսիլքներն են։ Միաժամանակ Եղիայի պարագան, երբ որ ասեց, եթե տեսնես ինձ երկինք վերանալիս, թող իմ կրկնակի հոգին քո վրա լինի, ինչպես դու ուզեցիր։ Եվ հրեղեն կառք մի հատ իջավ եւ Եղիային առավ ու գնաց։ Հարց եմ տալիս. այդ հրեղեն կառքը, այդ ձին քշող կար, թե չկար։ Նկարագիր չկա, որ այդ հրեղեն կառքերի մեջ ինչ որ հրեշտակներ կան կամ անձիկ կան։ Կամ ես ձեզ ուրիշ բան ասեմ, Տեր Հիսուսն ասեց, չեմ կարող 12 գունդ հրեշտակներ խնդրել իմ համար, որ հայրը թույլ չտա, որ ինձ խաչեն եւ այլն։ Այդ 12 գունդ հրեշտակները մենք ֆիքսած ենք, չէ՞ հասկանում, որ նրանք երկնքում լինելով ունեն ինչ որ միած սպառազինություն, որով կարող են մարտի մտնել եւ հակառակորդին ջարդել, փշրել եւ այլն եւ այլն։ Սակայն սենել այս երկու դեպքերում էլ գազանների կենթանակերպերը, որ այստեղ նկարագրված են, եւ Եզեկիելի մեջ էլ առաջի գլուխը ամբողջ դուք կենթանակերպեր կտեսնեք, երրորդ գլխի 13, 10-15, Եզեկիելի մոտ էլ ենք մենք տեսնում քերոբեներ, սերոբեներ եւ նրանց գլուխների բազմազանություն, աչքերի բազմազանություն եւ այլն, բայց այնուամենայնիվ Տիրոջ խոսքը կա այս ամենի մեջ։ Ասել, որ երկնքի արքայությունում հրեղեն կառք կա, ես ուզում եմ հարցնել, ինչի համար են այդ հրեղեն կառքերը։ Երկնքի արքայությունում
հրեղեն կարգեր պիտի լինեն, ոչ չկա, երկնքի արքայությունում հրեղեն կարգ չկա, դա ով մարդ քո երկրի վրա եղող ժամանակ, այն ժամանակ այդ կարգերի տեսողությունը, որ դու ունես, Աստված այդ տեսիլքով, այդ օրվա, այդ դարին, հարիր, ռազմական տեխնիկայի տեսիլքներով քեզ ցույց է տալի, որ դու ապահով ես, այս նյութական աշխարհի համար, բայց այդ տեսիլքը հարմարեցնում Աստված քո ընկալմանը այս աշխարհի մեջ, երկնքի արքայությունում հրեղեն կարգի կարիքը չկա, ավելին ձիերի կարիքը չկա, ճիշտ է հայտնության գրքում միցի տեսա եկավ էս արեց են արեց, բայց դրանք ընդամենը նկարագրություններ են, բացատրություններ են, թե Աստված ինչ է անելու, այլապես մենք երկնքի արքայությունը ճիշտ նույն ձևով պիտի պատկերացնենք, ինչպես որ շատերը տիեզերական ճակերտավոր ասես ճամփորդները, որ դժոխք դրախտ են գնացել, նկարագրում են ծաղիկների գույներ, հոտեր եւ այլն եւ մարդկանց մոլորեցնելով իրենց հասկացածի չափով ցույց տալիս, թե երկնքի արքայությունը ինչ է։ Այսպիսով ես ինչ եմ ուզում սրանով ասել, որ կենդանակերպ տեսիլքները, որ մենք կարդում ենք Սուրբ գրքում, դրանք ընդհանրապես Աստված մարդուն հասկանալի, մատչելի, երկրավոր տեսանելի դաշտում եղող նյութական աշխարհին հարիր երևույթներով կամ անձերով, որ նկարագրում է եւ բացահայտում է իր խոսքը։ Հաջորդը, որը ես ուզում եմ ներկայացնել, սիմվոլիկ տեսիլքներն են։ Ինչ է նշանակում սիմվոլիկ տեսիլքներ։ Ինչ եմ ես այստեղ նկատի ունեցել, երբ որ ես սրանք սիմվոլիկ տեսիլքների ցուցակի մեջ եմ ներառել։ Սիրելիներ, տեսեք Զաքարիա մարգարեության 4-րդ գլխում գրված է. «Եվ ետ դարավ ինձ հետ խոսող հրեշտակը, եւ ինձ զարթնեցրեց, ինչպես որ մի մարդ կզարթնեցնեն իր քնիցը եւ ինձ ասեց. Ինչ ես տեսնում դու»։ Հրեշտակը զարթնեցրեց, հրեշտակը քեզ էլ կարող է զարթնեցնել գիշերը մի բան ցույց տալ։ Բայց շարունակությունը, եթե խոսք չունենք, այստեղ պիտի կասկածել, ով քեզ զարթնեցրեց եւ ինչ ցույց տվեց։ Ինձ զարթնեցրեց, ինչպես որ մի մարդ կզարթնեցնեն իր քնիցը եւ ինձ ասեց. Ինչ ես տեսնում։ Եվ ես ասեցի. տեսնում եմ, որ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ եւ մի բաժակ նրա գագաթին։ Եվ 7 ճրակ նրա վրա, եւ 7 խողովակ այն 7 ճրակների համար, որ նրա գագաթին է։ Եվ 2 ձիթենի նրա կշտին, մեկը բաժակի աջ կողմից, մեկը նրա ձախ կողմից։ Եվ ես պատասխանեցի եւ ասեցի ինձ հետ խոսող հրեշտակին, թե սրանք ինչ են, Տեր, տեսեք, բանա տեսել Զաքարիան։ Հիմա ասում ես ինչ է։ Մարդը ուզում է հասկանա։ Դու որ տեսիլք ես տեսել, աղոթել ես Աստծուն, Տեր, ես ինչ ցույց տվեցիր, եթե Տերն է ցույց տվել։ Եվ այստեղ Տերը հրեշտակն ասում է, սա Տիրոջ խոսքն է առ Զորաբաբել ասելով, ոչ թե զորությունով, ոչ թե ուժով, այլ իմ հոգովը ասում է զորած Տերը։ Սա սիմվոլիկ տեսիլք էր, բայց իր մեջ ունի խոսք դարձյալ։ Այսինքն Տերը վերցնում է մի առարկա եւ այդ իր առարկայով որոշակիորեն միտք ու գաղափար է հայտնում։ Եվ այսպես Աստծո խոսքի մեջ քիչ չեն սիմվոլիկ տեսիլքները։ Այժմ անդրադառնամ նաև մեկ այլ տեսիլքների խմբին, որը անվանել եմ առարկայական տեսիլքներ։ Առարկայական, այսինքն մեր առօրյա կյանքի, կենցաղի եւ այնի վերաբերյալ ինչ որ իրերի տեսիլքներով Աստված հաղորդում է իր կամքը եւ գալիքի եւ առհասարակ որևէ մի, այդպես ասած, խոսք է ուղղում տվյալ դեպքում տեսիլք տեսնողի։ Երեմիա 24-րդ գլուխը ամբողջովին եթե մենք կարդանք, եւ Տերը ինձ ցույց տվավ եւ ահա երկու կողով թուզ ցույց տվել Տերը։ Տիրոջ տաճարի առաջին, նրանից հետո որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը գերի էր առել Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային եւ Հուդայի իշխաններին եւ հյուսերին եւ դարբիններին Երուսաղեմիցը եւ նրանց Բաբելոն տարել։ Մեկ կողովը շատ լավ թուզեր էին, կանխահաս թուզերի պես, եւ մյուս կողովը շատ վատ թուզեր, որ վատությունից չէին ուտվիլ։ Հիմա այսքանը տեսավ այս մարդը։ Տեսիլք տեսավ, երկու կողով թուզերը մեջը, մեկը վատ։ Եվ Տերն ասեց ինձ. Դու ինչ ես տեսնում, Երեմիա։ Եվ ես ասեցի թուզեր, լավ թուզերը եւ այլն եւ այլն։ Եվ հետո Տերը խոսում է ու մեկնում է այդ ամբողջ տեսիլքի իմաստը, ինչպես Զաքարիայի մեջ աշտանակների, ոսկե աշտանակի այդ տեսիլքը։ Դու ինչ ես տեսնում։ Եվ հետո Տերը բացատրում է, թե ինչ է դրա խորհուրդը։
Այնուամենայնիվ ուզում եմ, որ նորից մենք ետ գնանք եւ Զաքարիա մարգարեության մեջ, մենք առաջի գլխի մեջ էլ նորից նույնը տեսնենք, որ Աստված դարձյալ առարկայական ինչ որ ասենք, ոչ թե սիմվոլիկ առարկայական պատկերներով դարձյալ իր խոսքն է հայտնում։ Զաքարիա առաջի գլուխ 7-ից 10 Դարեի երկրորդ տարվա 11-րդ ամսվա, այսինքն Սեբատ ամսի 24-րդ օրը եղավ Տիրոջ խոսքը Ադովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին ասելով. Տեսա գիշերը եւ ահա մի մարդ հեծած մի աշխետ ձիի վրա եւ նա կանգնել էր ձորումը եղող մրտենիների մեջտեղը եւ նրա ետևին կային աշխետ, պիսակ ու սպիտակ ձիանք եւ ասեց. Սրանք ինչ են տերիմ եւ ասեց ինձ. Այն հրեշտակը, որ ինձ հետ խոսում էր, թե ես քեզ ցույց կտամ, թե սրանք ինչ են։ Եվ մրտենիների մեջտեղը կանգնած մարդը պատասխանեց, ասեց. Սրանք նրանք են, որ Տերը ուղարկել է երկրումը ման գալու։ Եվ նրանք պատասխանեցին մրտենիների մեջտեղը կանգնող Տիրոջ հրեշտակին եւ ասեցին. Ման եկանք երկրումը եւ ահա բոլոր երկիրը նստած եւ հանգիստ է։ Եվ Տիրոջ հրեշտակը պատասխանեց եւ ասաց. Սա այն շրջանն է արդեն, երբ խաղաղություն եւ ապահովություն են ասելու եւ հանկարծ պիտի գա Տիրոջ խոսքի համաձայն երկրի վրա կործանումը, ինչպես երկունքի մեջ գտնվող կնոջ վրա կհաստի ցավը։ Ուրեմն մենք այստեղ մրտենիներ տեսանք։ Այդ մրտենիներ ասվածը արդեն իսկ մարդուն մատչելի ու հասկանալի է, որ դրանք երկրի վրա են աճում եւ այս ամենը ինչ որ տեղի է ունենում, մատչելի է դառնում տեսիկ տեսնողին արդեն։ Եվ Տերը այս եղանակներով բացահայտում է իր ճշմարտությունները մարգարեներին։ Այնուամենայնիվ գործ կառաքելուցի մեջ էլ մենք առարկայական տեսիքների այդ օրինակը լսեցինք, որ նաև գորգ էր տեսել Պետրոսը թերևս եւ էլի շատ վկայություններ, որոնք խոսում են այն մասին, որ ինչ որ իրերի առարկաների միջոցով Աստված էլի իր խոսքն է հայտնում եւ դրա համար մեզանից ամեն մեկը այսօր ուշադրություն պիտի դարձնի, եթե ինքը որևէ տեսիլքի անգամ մասնակից է եղել, արդյոք այդ ամենի ետևում Տերն է կանգնած եղել, թե սուտ տեսիլքներ ու մարգարեություններ են, որոնց մասին քիչ հետո էլի կխոսենք, ինչպես է հնարավոր, որ սուտ տեսիլքներ եւ սուտ մարգարեություններ էլ լինեն։ Մարգարեն տեսիլք է տեսնում։ Թվոց 12-րդ գլխի 6-րդ խոսքում, ընդ որում քիչ չեն նմանատիպ, ասենք, մարգարեների խոսքերը, որ ասում է Տիրոջ խոսքը եղավ տեսիլքում ինձ ասելով, Տիրոջ խոսքը եղավ տեսիլքում ինձ ասելով։ Տիրոջ խոսքը եղավ ինձ տեսիլքում, սա նշանակում է, որ մարդը բան տեսավ ու բան լսեց։ Եվ սա է ճշմարիտ վկան, ոչ թե որ ինքը բան տեսավ, բայց ոչինչ չլսեց։ Կամ թերևս լսեց էլ, եւ այդ ամենն էլ թերևս եթե Տերը խոսում է մարդու ականջին, ապա դարձյալ պետք է քննել Աստծո խոսքին, որովհետեւ գրվածն ասում է. քննեցեք, եթե սրանց պես չխոսեցին, իրենց մեջ լույս չունեն։ Ինչպես Պետրոս առաքյալն ասում է, Թաբոր լեռան վրա այլակերպման ժամանակ տեսանք Մովսեսին, Եղիային տեսիլքը տեսանք, բան իջել էին, Հիսուսի հետ խոսում էին, Հիսուսը այլակերպվել էր, բայց ասում ավելի հաստատուն, մարգարեական խոսք ունենք, եթե նրան մտիկ անեք, լավ կանեք։ Այսինքն դու տեսիլքներով քո հավատքի կյանքը մի կառուցի, որովհետև հնարավոր է այդ տեսիլքների մեջ դու գնալով այնքան մոլորվես, որ մարգարեություններից մեկն ասում են երազ տեսա, սովորել էին անընդհատ դրանց մասին խոսել եւ Տերն ասում է, այսպես ասելով նրանք ուզում են իմ անունը մոռացնել տալ Իսրայելի մեջ։ Ինչի, որովհետեւ մարդիկ միայն երազահամների, երազ տեսնելու տեսիքների ետևից են այլևս վազում եւ Տիրոջ ճշմարիտ անունն ու երկրպագությունը մեջտեղից դուրս է գալիս։ Եվ ասեց. հիմա իմ խոսքը լսեցիք։ Թվոց 12:6 Եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես Եհովաս ինձ տեսիլքի մեջ կճանաչեցնեմ նրան։ Կամ երազով կխոսեմ նրա հետ, բայց այնպես չէ իմ ծառան Մովսեսը, որին բոլոր տան մեջ հավատարիմ է։ Այսպիսով մարգարեն ով է, որի հետ Աստված տեսիլքի մեջ խոսում է, կամ երազով է խոսում նրա հետ։ Այսպիսի նկարագրությունը մեզ հստակ օրինաչափություն է մեր առջև բացահայտում, որովհետև Տերն է դա ասել։ Եթե որևէ մեկը մարգարե է, ես այսպես եմ վարվում իր հետ, բայց այդպես չեմ վարվում Մովսեսի հետ, որը նույնպես մարգարե էր, բայց նա բարեկամի հետ էր կարծես վարվում դեմ առ դեմ։
24-րդ գլխի 4-րդ խոսքում մենք կարդում ենք. Աստծո խոսքերը լսողի եւ ամենակարողի տեսիլքը տեսնողի, գետինը ընկնողի եւ աչքերը բաց եղողի խոսքը։ Ով է այս խոսքերի հեղինակը? Բաղամը։ Բաղամը, որը Իսրայելի մեջ եկավ, որպեսզի նրան մոլորեցնի, ամաղը կկանչել էր, որպեսզի նա բաղակը կանչել էր, որպեսզի մոլորեցնի անիծի Իսրայելին, սակայն այս անձնավորությունը եկել էր եւ նախ ներկայանում է, թե ինքը ով է։ Եվ ինքը իսկապես Աստծո մարգարեն է եղել։ Մենք Սուրբ գրքում կարդում ենք աներավության վարձքին տրվեց։ Անգամ Տերն ասեց գնա ինչ ասեմ քեզ հետ պիտի խոսես։ Եվ այս անձնավորությունը տեսիլք տեսնող էր եւ նրա անունը անգամ աչքերը բաց անձնավորությունը Տիրոջ տեսիլքները տեսնողի, ամենակարողի տեսիլքը, այսպիսի մեկն էր եւ աչքը բաց մարդի խոսքը, Բեորի որդի Բաղամի խոսքը։ Սա փոքր մարդ չէր, Աստծո հետ կենթանի հաղորդակցություն ունեցող մի անձ էր, որը իսկապես տեսիլքներ ուներ, մարգարեանում էր եւ Տիրոջ խոսքը ունեցող մեկն էր։ Սակայն մենք տեսնում ենք, թե ինչ մեծ մոլորության մեջ ընկավ այս մարգարեն եւ այդպես կործանվեց ու գնաց։ Եզեկիել 7:26-ը լսենք, Եզեկիել 7:26 Թշվառություն թշվառության վրա է գալիս։ Այո, եւ գույժի վրա գույժ է լինելու, եւ նրանք տեսիլք պիտի որոնեն մարգարեից, եւ օրենքը պիտի կորչե քահանայից, եւ խորհուրդը ծերերից։ Ուրեմն Աստված Իսրայելի վրա թշվառություն է բերում եւ ասում է, եւ նրանք տեսիլքը պիտի որոնեն մարգարեից, բայց չի տրվելու։ Աստված որոշել է եւ պատժում է, որովհետեւ Աստծո խոսքը մեկ ուրիշ տեղ ասում է, այդ մարգարեները ես չեմ ուղարկել, կամ էլ նրանք հարևանցիորեն են բուժում իմ Իսրայել ժողովրդի վերքերը, ծեփած պատի նման են, այսինքն սվաղում անցնում են, չէ՞, ինչպես այսօր են ասում։ Մատների արանքով են նայում շատ հարցեր, բայց Աստված շատ բծախնդրորեն նայում է յուրաքանչյուրի կյանքը, դրվածքը եւ ոչ ոք չի կարող ուղակի նրա դատաստանից խույս տալ, եթե հանկարծ ինքը մոլորության մեջ է քաշել մի ամբողջ ժողովուրդ։ Եվ նաև մանավանդ հիշենք, Աստծո խոսքը մեզ ասում է, որ շատ մեծ դատաստան կա պատրաստված ում համար, նրանց համար, ովքեր որ վարդապետում են, կամ մարգարեանում են, կամ սովորեցնում են, Հեզաբելի համար գրված է, որ ես կգամ, քո հետ կռիվ կտամ, ես նախ քեզ գցեցի անկողին չապաշխարեցիր, եւ հետո քո որդիներին էլ կսպանեմ։ Այսինքն ովքեր որդիները, նրանք ովքեր որ հետևել են Հեզաբելին, որը սուտ մարգարեություններ էր անում։ Շատ կան մարգարեությունների սուտի օրինակներ, օրինակ Իսրայելի եւ Հուդայի թագավորները միաբանվեցին, որ գնան Ռամով Գաղադի իբր գրավեն, Հուդայի թագավորը պահանջեց մարգարեներ, 400 մարգարեներ, ոգի էր իրանց բերանի մեջ ընկել եւ բոլորը միաբերան ասում են գնա պիտի հաղթես, բայց մի կանոնով մի մարգարե ասում էր չէ, ես Տիրոջը տեսա ու Տերը այսպես ասեց, ով կմոլորեցնի, հիմա այդ ոգին այդ ամենի բերանի մեջ է եւ մոլորեցրել է ձեզ, Իսրայելը առանց հովի տեսա եւ այլն եւ այլն։ Նրանք էլ էին տեսիլք տեսել, բայց այդ տեսիլքի աղբյուրը այդ ոգուց էր, որ այդ ոգին էր, որ կառավարում էր այդ 400-ին, բայց ահա մի անձնավորություն, որը հստակ ասում է, որ այդ անձնավորությունները Տերիցը չեն խոսում։ Երկրորդ մնացորդած 32-ի 32-ում մենք լսում ենք։ Եզեկիայի գործերի մնացորդը եւ նրա առաքինությունները ահա գրված են Ամոսի որդի Եսայա մարգարեի տեսիլքների գրքումը եւ Հուդայի եւ Իսրայելի թագավորների գրքումը։ Ուրեմն կար Ամոսի տեսիլքների գիրք, որի մեջ ամփոփված էր բոլոր այն իրողությունները, որ այդ անձի կյանքի տարիների ընթացքում տեղի են ունեցել, եւ մենք այսօր կարդում ենք այդ մարգարեությունները ու տեղեկանում ենք Աստծո մարդու կյանքում հայտնվելու օրինաչափությունների եւ ով որ սրանից դուրս ինքը կհորինի տեսիլքներ, ես քիչ հետո մի քանի սուտ տեսիլքների ու մարգարեությունների մասին այնուամենայնիվ կվկայեմ,
որից պարզ կդառնա, որ եթե որևէ մեկը ինչ որ գազանատեսնում, պատկերատեսնում եւ այլն եւ հայտնի Տիրոջից խոսք չունի, իսկ եթե ասում էլա պիտի քննենք Աստծո խոսքով, ապա հասկացվում է, որ տվյալ անձը ինքը ազդեցության տակ է եւ նրա ազատագրման խնդիրը պետք է մեջտեղ բերել։ Սամվել մանուկը Հեղի առաջին Տիրոջ ծառայություն էր անում, այն օրերը Տիրոջ խոսքը հազվագյուտ էր, հայտնի տեսիլք չկար։ Շատ հստակ գրված է, հայտնի տեսիլք չկար, Տիրոջ խոսքն էլ հազվագյուտ էր։ Եվ Տերը կանչեց Սամվել, վեր կացավ Հեղի մոտ վազեց, չէ, չեմ կանչել, գնա քնի։ Սամվել, նորից հավազում, կանչեցիր ինձ, քահանայապետին ասում, չէ, երրորդ անգամ քահանայապետը հասկացավ, որ Տերը ուզում է խոսի այս երեխայի հետ։ Եվ ասեց, երբ որ կանչի, ասա, ահա ես քո ծառան լսում է, եւ անմիջապես Տերը կխոսի։ Եվ այդպես էլ եղավ, եւ Սամվելը Իսրայելի մեջ արդեն հաստատված մարգարե էր այլևս։ Սեներ, ես հիմա ուզում եմ անդրադառնալ սուտ տեսիլքներին եւ մեկ անգամ եւս զգուշացնել։ Եթե առանձին նստող անձ վերստին ծնված Սուրբ Հոգով մկրտվել ես, բայց սկսել ես տեսիլքներ ու մարգարեություններ տեսնել, անմիջապես փնտրիր քեզ սովորեցնող, հովիվ կամ Աստծո խոսքը իմացող վարդապետ, ուսուցիչ, որը քեզ կօգնի քո անձնական կյանքում գերբնական երևույթների հետ քո հաղորդ լինելու պարագայում։ Սա քեզ կօգնի ուղղակի չմոլորվել, որովհետև դու շատ խոցելի ես միայնակ։ Դու խոցելի ես միայնակ հակառակորդից, որը քեզ կարող է ցանկացած պահին մոլորեցնել քո գիտության պակասիդ պատճառով։ Անկամ եթե դու եկեղեցում ես, բայց ներքին հպարտությամբ քեզ մի բան կարծելով զգուշ եղիր, հակառակորդը հենց սրան էլ սպասում է, որպեսզի քեզ անընդհատ այցելություններ անելով, աստիճանաբար քո մեջ քո եսը կերակրելով հեռացնի քեզ Աստծո ճշմարիտ մարգարեն կամ տեսիլ տեսնողը լինելուց։ Երեմիա 14:14-ում մենք կարդում ենք. Եվ Տերն ինձ ասեց, մարգարեները սուտ են մարգարեանում իմ անունով։ Ես նրանց չեմ ուղարկել, եւ նրանց չեմ պատվիրել, եւ նրանց չեմ ասել, եւ նրանք սուտ տեսիլքներ եւ գուշակություն ու սնոտի բան եւ իրանց սրտի խաբեություններն են մարգարեանում ձեզ համար։ Սեներ, այս 20 թվականի պատերազմից առաջ էլ եւ այդ դրանից հետո է դրսից ինչքան մարգարեներ եկան, իբր Հայաստան, Տերես հենց ասում, նենց ասում, ամպագորգոր սկսեցին խոսել։ Ոչ մեկը չասեց, այ ախպեր, մի հատ կանգ առել է։ Հալա մի հատ արի քննենք, տեսնենք ոնց ասեց Տերը քեզ այդ բաները։ Եվ այսօր էլ շարունակում են սուտանուն մարգարեների հոսքը դրսից եւ եկեղեցու առաջնորդները ազատ լայնորեն դարպասները բացած իրենց այդ անձնավորություններին թույլ են տալիս որպես դրսում հեղինակություններ, որ իրանց երկրում մարգարեանան։ Սիրելիներ, այսօր ինչ որ կատարվում է մեր երկրում, պարզ խոսվում է այն մասին, որ մեր ժողովուրդը իսկապես մի ստվարածավալ հատված, ես նախորդ անգամ էլ ասեցի, մամոնայի ստրուկներն են, որոնք հոգիներ ծախելու պատրաստ են, իսկ մյուսները կեղծ եւ սուտանուն մարգարեների մարգարեություններով խանդավառված եւ ուրախ լինելով, որովհետեւ մարգարեն նախ այդ եկեղեցու մեղքը պիտի վերհաներ։ Նախ այդ եկեղեցու մեջ եղած հովի մասին պիտի խոսեր։ Սպասավորի մասին պիտի խոսեր։ Մարգարեն եկեղեցին է շինում եւ ոչ թե ինչ որ քաղաքական հարցեր է լուծում։ Իսկ եթե որևէ մեկը Աստծո կողմից ճանաչված մարգարե է, դա ուրիշ խնդիր է, բայց այսօր մեր երկրում աշխարհիկ իշխանություն է, մեր երկիրը թեոկրատիկ իշխանություն չի։ Եվ թեպետ երկրի առաջնորդը Սաղմոս է կարդում, աղոթում է, պաշտում է իմ ու քո նման ընդամենը սովորական մի մարդ է, որը կարիքն ունի իմ ու քո աղոթքի։ Սակայն եթե դուք կարծում եք, թե ինչ որ մեկը իրավունք ունի ազգի անունից հեղինակություն որպես վեր հառնել խոսել, բարի, թող Աստված հանի այդպիսի մեկը եւ ազգի մեջ ճանաչված մարգարե լինի։ Բայց մենք այսօր նման անձ չունենք։ Այլ ամեն մի հարանվանության մեջ տվյալ եկեղեցուն սպասարկող այս կամ այն կերպով մարգարեացողն է։ Ես գիտեմ, ես հավատում եմ կան եկեղեցիներ, որոնք ունեն իսկապես մարգարեացողներ։ Բայց ես գիտեմ նաև այդ սուրբ մարգարեությունները լռեցնողներ, մարգարեացողներին եկեղեցուց հանողներին էլ գիտեմ։ Եվ ես համարձակ եմ ասում,
Մենք ապրում ենք մի ժամանակ, որ 50-ական եկեղեցին հալածում եւ դուրս է անում բոլոր նրանց, ովքեր որ ավետարանիչներ են, մարգարեներ են եւ անգամ առաքյալներ են։ Ես փակագծեր հետո կբացեմ։ Եվ ցույց կտանք, թե իսկապես 50-ական եկեղեցին ինչպիսի մեծ հալածանք է ինքը իրականացրել հենց իր ներսում։ Երեմիա մարգարեությունը մենք լսեցինք եւ 23-րդ գլխի 16-րդ խոսքում նույնպես համարները շատ են, ես ընդամենը հիմա քիչ հետո ես կավարտեմ իմ ասելիքս եներ, բայց անուամենայնիվ իմ խորհուրդն է, որպեսզի դուք գնաք Աստծո խոսքի մեջ եւ զգուշ լինեք ձեր տեսնելուն, որովհետեւ Տերն էլ ասեց. նայեցեք, թե ինչ կլսենք եւ ինչպես կլսեք։ Արդյոք մենք Տերից ենք առնում, թե ուղղակի հակառակորդը մեր ամբիցիաներն է օգտագործում եւ մեր սրտի համաձայն մեր ուզած մարգարեություններն ու տեսիքներն ահրանցնում։ Ուրեմն 23-ի 16-ում այսպեսի տողեր են կարդում Երեմիա։ Այսպես է ասում Զորաստերը. մի լսեք ձեզ համար մարգարեացող մարգարեների խոսքերին, նրանք ձեզ խաբում են, նրանք իրանց սրտի տեսիլքն են խոսում եւ ոչ թե Տիրոջ բերանից է, նրանք ասում են ինձ անարգողներին, թե Տերը խոսես, խաղաղություն է լինելու ձեզ համար, եւ ամեն իր սրտի կամակորությամբ վարվողներին ասում են, ձեզ վրա չարիք չի գալու, որովհետև ով է կանգնել Տիրոջ խորհուրդներում եւ տեսել ու լսել նրա խոսքը, ով է ականջ դրել նրա խոսքին ու լսել։ Ահա Տիրոջ մրրիկը բորբոքված դուրս եկավ եւ պտուտ եկող թարթարը պտտվելու է չարերի գլխին։ Տիրոջ բարկությունը ետ չի դառնալու, մինչև որ անե եւ մինչև որ կատարե իր սրտի խորհուրդները, հետի օրենումը պիտի պարզ հասկանաք այդ։ Ես այդ մարգարեներին չեմ ուղարկել, բայց իրանք վազ են տալիս, եւ ես նրանց հետ չեմ խոսել, բայց իրանք մարգարեանում են, եւ եթե կանգնած լինեին իմ խորհուրդումը, այն ժամանակ լսել կտային իմ խոսքերը իմ ժողովրդին, եւ նրանց ետ կդարձնեին իրանց չար ճանապարհներից եւ իրանց չար գործերից։ Այսպիսին է լինում մարգարեությունը։ Հասկանալի է սիրեներ։ Եզեկիել մարգարեության մեջ էլ մենք շատ ենք լսում նման բաներ, եւ ես հիմա ուզում եմ ժամանակը խնայել, ձեզ մատուցել համարներ, որ դուք ընթերցեք Եզեկիել 15-ի 6, 6-ից 7, 23 համարը, 22-ի 28-ը, Եսայի 29-ի 10, Դանիել 2-ի 19-ը, 9-ի 23։ Դանիելը նույնպես երբ տեսիլ տեսավ, չէր հասկանում եւ կողքից են մի հրեշտակն ասեց Իրան ասա, թե ես ինչ է նշանակում։ Եվ Դանիելը սկսեց նկարագրել իսկապես այն ամենը, ինչը որ տեսել էր եւ դրանց մեկնությունը շարադրեց, գրեց իր գրքի մեջ։ Սեներ Աստված թողորտնի ձեզ, իմ հորդորն ու կոչը սա է։ Եթե դու առանձին նստող ես, եթե դու չես մասնակցում պաշտամունքների կամ նույնիսկ եկեղեցիներում, լինելով հանդերձ առանձին տեսիլք մարգարեություն ես ստանում, անկախ նրանից թե ով հավանություն կտա, դա քո սիրտը կլինի, թե քո եկեղեցու որևէ առաջնորդ, իմ հորդորն ու խնդրանքն է, հետևիր Աստծո խոսքին, ուշադիր եղիր, տեսիլքը անպայման խոսքով է լինում։ Եվ Տերը, եթե նույնիսկ խոսքով է խոսում քեզ, ապա այդ ամենն էլ պետք է քննել Աստծո խոսքով։ Եթե մարգարեությունը մխիթարություն չի, շինություն չի, այլ մի գրուխ, սարսափ, ահաբեկչություն, խանդավառություն է, եւ նաեւ ասում է, եթե մարգարեությունը չի էլ կատարվել, առավել եւս նման մարգարեությունները սուտ են, այդպիսի անձնավորություններին մեղմ ասած պետք է մերժել, իսկ ավելի խիստ ով սպասավոր, նման անձին պետք է պատժել, ինչպես հայտնության գրքում գրված է, թույլ է տալիս Հեզաբելին մարգարյանը։ Եղել են դեպքեր, երբ որ մարգարեացողը մարգարեացել է շատ դիպուկ, ես ասել եմ գնա ասա սպասավորիդ։ Հենց սպասավորի հասցեին է եղել։ Եղել են շատ զուլան մարգարեություններ, տասնյակներից ավել, Տերից է եղած, չեն ընդունել եկեղեցիները։ Եվ սրանք քիչ չեն մեր օրերում։ Ուզում եմ վերջին հուսալ, որ դուք կաղոթեք Տիրոջը, որ Աստված իրապես այս ազգի մեջ վերհանի այն անոթը կամ այն անոթները, որոնք քաջաբար կկանգնեն դեպի կարգավիճակում եւ ցույց կտան այս ազգի իսկապես դարավոր հիվանդության ախտահանումը կանեն, ցույց կտան իրական կերպարը եւ Տիրոջ վճիռը, Տիրոջ խոսքը մարգարեական, որը միշտ էլ օրհնյալ է լինելու
եւ մեզ համար հասանելի կդառնա, եթե պիտի սքալ ողբալ աղաղակել Տիրոջը փառ Տիրոջը, եթե պետքա վեր կենալ թափ տալ քեզ այդ ընկած վիճակից արթնանալ, գաղջ վիճակից արթնանալ, ավետարանչություն անել, էլի փառ Տիրոջը, թող այս ամենը Տիրոջ փառքի համար լինի։ Եվ թող այս ամենում Աստված քեզ ինձ օգտագործի, բայց ոչ մեր ուզած ձևով։ Եվ այսպես, առանձին նստող դու եկեղեցու կարիքն ունես, թեկուզ on-line վիճակով դու պետք է ունենաս որևէ մեկը, որը քեզ պետք է ուղղի Աստծո խոսքի մեջ։ Դու եկեղեցու կարիքն ունես, ես չեմ ասում on-line եկեղեցի կա, բայց դու կարող ես քո եղած տեղից հաղորդ լինել այդ եկեղեցու հետ։ Առավել ևս չմերժելու այն խորհուրդները եկեղեցու, որ եկեղեցում կան եւ քո փրկության համար են։ Թող այս ամենի մեջ Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Գուզեմ վերջում, որ այնուամենայնիվ լսել ձեզ, եթե կան ինչ-որ մի հատ հարցեր, այստեղ ես հարցեր չեմ տեսնում։ Մնում է ինձ հուսալ, որ արձագանք կգտնի ես մեր հորդորը եւ գոնե նրանք, ովքեր որ որոշակիորեն այդ տեսիքների ու մարգարեությունների մեջ խորացել են, առնվազն մտածելու բան կունենան։ Տերը թողորտնի ձեզ, Աստված ձեր հետ։